Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ Վառնայից տեսակապի միջոցով մեզ է միացել Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստվածօրհն է, գշահավորեմ ձեզ եւ ձեր ունգընտիրների Սուրբ Ծննդյան տոնը, Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Տեր Արմեն, այսօր Երևանում վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուխտերթ, որի ժամանակ վարչապետը կրկին հայտարարեց, որ պիտի ազատագրենք եկեղեցին հերձվածից, վերադարձնենք ժողովրդին, նաև խոսեց այն մասին, որ եկեղեցին որոշ ուժեր փորձում են օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։ Մյուս կողմից ընդդիմադիր շրջանակները հավաքվել էին Մայրաթոռում, ասում էին, որ պաշտպանում են եկեղեցին այս հարձակումներից եւ տեսնում են կրկին երկու կողմերից իրարամերժ հայտարարություններ։ Ինչի մասին է այս գործընթացը եւ նաեւ ուխտերթը, ինչ էր դա ենթադրում, կուզենամ կիսվեք նաեւ ձեր տպավորություններով։ Այո, խորքի մեջ այսօր եզակի օրն էր մեր հայոց պատմության մեջ եւ եզակի օրն էր նաեւ հայ եկեղեցու պատմության մեջ, որտեղ ես կգարձեմ, որ այսօրվա իրադարձություններով ուրեմն Գդրիչ Ներսիսյանը եւ իր գոհնակիցները ցապողվեցին։ Որովհետեւ մենք լավ գիտենք ինչ է նշանակում Երևանի մայր եկեղեցու մեջ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի մեջ դեղի ունենա պատարակ, որտեղ վարչապետը ներկա է եւ այնտեղ զանց ըրվի ուրեմն Գդրիչ Ներսիսյանի անունը որպես ամենայն հայոց։ Դա շատ կարեւոր իրադարձություն էր, այսինքն ես անցյալները եթե սխալ չեմ եւ որ խոսեցինք, ասեցի որ կսպասեինք որ հարաճիգա քայլ, այսինքն նախորդին լիներ Գրիգոր Լուսավորիչ, որից հետո գնա դեպի Էջմիածին։ Հիմա այսօրվա այդ բادرակի ընթացքին կարևոր մեկ իրադարձություն եղավ, որը գրավեց իմ ուշադրությունը, հակառակ որ ես էլ ճանապարհներին էի, բայց հետևում էի այդ բոլոր իրադարձություններին, ուրեմն այնտեղ ներկա չէին այդ եկեղեցու հովիվները։ Եվ ես ուզում եմ ասել այդ հովիվներին ամոթ ցես։ Այսինքն դուք բادرակի ներկա չեք, որտեղ ծեր եպիսկոպոսն է, ծեր դեսուչն է բادرակում, եւ ներկա չեք բարձրապես մեկ պատճառով, որ այնտեղ մեր Հայաստանի Հանրապետության վարչապետն է ներկա լինելու։ Այսինքն իրենք իրենց այս արարքով իրենք անգամ եւս ապացուցեցին, որ իրենք դանում են հագապետական աշխատանք։ Այսինքն որտեղ որ է վարչապետը իրենք այնտեղ ներկա չեն։ Ամենայնտեղս Աստված իրենց հետ, բայց իրենք զղջալու են։ Գալու է այն օրը, որ այս եկեղեցին բարեկարգվելու է, ինչպես որ ասում է մեր վարչապետը, եւ այն ժամանակ իրենք կհայտնվեն դրսերը։ Հիմա բادرակից անտին մենք տեսանք ուխտերթը։ Ուրեմն ուխտերթը տևի Սուրբ Աննա հրաբարակ, նաեւ նա իմաստ ունի։ Ես չգիտեմ այդ Սուրբ Աննա հրաբարակը ինչ ա եղել, օրինակ համար հիշում եմ 2018-ին, եւ որ մենք Գդրիչ Ներսիսյանի դեմ դուրս եկանք եւ բանջեցինք իր հրաժարականը, դարձյալ Սուրբ Աննա հրաբարակում էր։ Բոլոր ուրեմն քաղաքական ուժերը իրենց հագակարողությունը pedagogan դեմ գիրակորձեն Սուրբ Աննա հրաբարակեն։ Եվ նաև չմոռնանք, որ այդ Պակրատ Գոչեցյալը եպիսկոպոսը նաև ինքը Սուրբ Աննայից մեկնարկեց եւ այնտեղ հավաքներ իրակորձեց պետության դեմ եւ վարչապետի դեմ եւ դա կգարձեմ, որ զուգադիպություն չէր, որ այսօր վարչապետը ընդրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչից երթալ դեպի Սուրբ Աննա։ Սա առաջին շերտ հարցին։ Իսկ երկրորդ ինչ կվերապերի վարչապետի հայտարարություններին, որոնք այսօր կատարեց Սուրբ Աննա հրաբարակեն, շատ պատասխանատու ուրեմն հայտարարություններ էին։ Ինքը անվանեց Գդրիչ Ներսիսյանը եւ իր բենդան, որ իր շուրջն է, որպես հերձվածներ։ Սա շատ պատասխանատու խոսք է։ Եվ ես երբեք դեմ չեմ այդ հայտարարությունը դեղին էր։ Որովհետև եթե հիշում եք, մենք անցյալներին եւ որ խոսեցանք աղանդական աղանդների մասին եւ իրենք գոչում են աղանդավորական շարժում, հագաեկեղեցական եւ այլն, ես ասեցի ամենամեծ աղանդավորները նստած են Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում եւ քրավել են Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը եւ ժողովուրդը դանում են դեպի
գրաբաշխություն, դեպի անձնաբաշխություն, դեպի ինչ որ գուսակցական պատկանելիություն եւ շեղում են հավատացյալները ուրեմն Քրիստոսից եւ Քրիստոսի հավատքից եւ դառնում են դեպի աշխարհիկ ուղղություններ։ Հիմա անշուշտ է այդ հագատիր հավաքված էին ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մեջ, իրենք ուրիշ ինչ պիտի հայտարարեին կամ ինչ պիտի ասեին։ Այսինքն մենք գտեսնենք, որ իրենց ուժը այլևս չի հերիքում ինչ որ մի հայտարարություն անեն, հիմա սովորել են մի քանի բառ, աղանդավոր, հերձված, չգիտեմ ինչ, որպես այս անպաստառություններով փորձեն սևացնել այս շարժմանը, ուրեմն ուղին կամ շարժմանը էջը, բայց չի ստացվելու, որովհետև մենք այսօր տեսանք, թե ինչքան հսկայական դիվով ժողովուրդ էր հետևում վարչապետին եւ այնտեղ մեծ բազմություն էր Սուրբ Աննահրաբարակում եւ ժողովուրդը ուրեմն հայտնեց իր միասնությունը եւ հայտնեց իր համամիլությունը վարչապետի հայտարարած այս շարժմանը եւ եպիսկոպոսների հայտարարած այս ուրեմն թուղթին, որը ստորագրվեցավ 2 օր առաջ։ Ես կարծում եմ Էրմինե ջան, որ ամեն ինչ լավ ընթացքի մեջ է։ Եթե հիշում եք վերջին անգամ, երբ որ ես ձեր հյուրն էի, ասեցի, որ եթե մինչև նոր տարի գդրիչը չգնա, ես այլևս հարցազրույց չեմ տալու, բայց այդ իմ խոսքը փոխեցի, որովհետև այսօրվա իրադարձությունը ապացուցեց, որ չէ, մեր վարչապետը, մեր եպիսկոպոսները վճռական են իրենց որոշման մեջ, համոզված են իրենց որոշման մեջ եւ եթե չափազանցություն չլինի ասելը, ես ըստ իմ դվյալներին, ըստ իմ ինֆորմացիային, որ ունեմ Հայաստան եղած ժամանակս, գիտեք 15 օր ես այնտեղ մնացի, ես կարծում եմ, որ մինչև ամսի 10-ը առավելագույն, մինչև ամսի 15-ը այս Գդրիչ Ներսիսյանի էջը կփակվի եւ մենք այլևս կսկսենք խոսել ասկային եկեղեցական ժողովի մասին, նոր տեղապահի մասին եւ այլն, այդպիսի ինֆորմացիաներ կսկսենք իրար հետ կիսել եւ քննարկել։ Տեր Արմեն, որտեղից այդ համոզմունքը, որ գործընթացը կարող է ավարտվել մի քանի օրվա ընթացքում, ինչպես դուք նշեցիք, եւ ճիշտ եմ հասկանում, որ այսօրվա ուխտերթը եւ ստորագրված այդ համաձայնության տեքստը ըստ ձեզ վերջնական փուլ են տանում գործընթացը։ Այո, սա վերջնական փուլ է, որովհետև այդ համագարկման մարմինն արդեն ստեղծվեցավ, որու մասին վարչապետը ամիսներ առաջ հայտարարած էր, եւ այդ փուլը մենք մտանք այլևս, եւ դա անվերադարձ է եւ հայտարարվեց, գեդերով հայտարարվեց, եւ ես կարծում եմ, որ այլևս վերջնական փուլին ասանք։ Հիմա որտեղից է իմ ինֆորմացիան, ես քալնիկ չի լինի, եթե ասեմ, որ ես երբ որ Հայաստան էի, հանդիպեցա մեր եպիսկոպոս հայրերին մեկ առ մեկ, ուրեմն հանդիպեցա, որպեսզի խոնարհվեմ իրենց քաջության առջև, հանդիպեցա, որպեսզի փոխանցեմ մեր սադարումը Բուլղարահայոց թեմին եւ մեր ծխական խորհրդի մեր սադարումը, ամբողջական սադարումը իրենց նվիրումին, իրենց քաջության, որ իրենք ի վերջո անդրադարձ ունեցան եւ այս վճռական քայլը արին։ Անշուշտ է մենք կսպասեինք, որ այս վերջին ամիսները նաև այլ հոգևորականներ կմիանան, բայց չմիացան, բայց կարծեք թե 3 զվիցերիո հայրգուսանը միացավ այնտեղ են, դա այսինքն սարույցը մի քիչ հալվեց, բայց ես կարծում եմ, եթե սրանից հետո այլ հոգևորականներ էլ պիտի միանան այս շարժմանը, ես կարծում եմ արդեն ժամանակավրեպ է, որովհետև քնածքը արդեն գծի վրա մտավ եւ մենք գնում ենք մի ուղղությամբ անվերադարձ։ Գդրիչ Ներսիսյանը պիտի գնա եւ ինքը թող չգարձե, որ ինքը ինչ որ ուժ ունի կամ արտաքին ուժեր իրեն կսադարեն, տեսեք Վենեսուելայի նախագահեն ավելի որևէ մեկը զորավոր չէր։ Ամբողջ Չինաստանը, Ռուսաստանը, Կուբան, Կուրիան, բոլորը իրեն զորավիկ էին եւ բոլոր զորքերը այնտեղ էին, անով հանդերձ գիշերվա մեջ, մութ գիշերին հանգարձակի եկան, իր սենյակը մտան, իր սպալնիայից իրան վերցրեցին եւ դարան իր հողատապներով եւ իր բարգելու շորով։ Այնպես որ թող շատ հանգիստ չլինի։
ոչ Ռուսաստանը եւ ոչ այլ երկիր չի կարող իրեն պաշտպանել եւ որ հայ ժողովուրդը որոշե, որ ինքը պիտի հեռանա, ինքը սրբաբղծում է մայր տաճարը եւ մայր աթոռը եւ մենք թույլ չենք տալու, որ սրանից ավել բղծվի։ Ամեն մի րոպե, որ ինքը այնտեղ է, այդ աթոռը առավել եւս կբղծվի։ Վենեսուելայի հետ համեմատությունը ինչի մասին էր այդ ակնարկը, Տեր Արմեն։ Այսինքն, եթե ինքը կարծում է, որ պաշտպանված է մի քանի խուլիգաններով, կամ մի քանի ինտիմատիվ գուսակցություններով եւ մեկը չի կարող մուտք գործել, թող չգարձի, որ այս անգամ բիդիկան իրան դանեն, որ ոնց որ Աչաբահյանը դարեցին, այլ հանգարձակի բիդիկան դանեն, որ իր շուրջինները առավոտ արթնանալու են եւ իրան ման են գալու եւ չեն գտնելու։ Տեր Արմեն, այնուամենայնիվ նաև Մայր աթոռից շատ արագ արձագանքեցին հայտարարության տեքստին։ Մայր աթոռից ասում են, որ նախ սա հակասահմանադրական է, մեջբերում եմ ուղիղ հարկ է ընդգծել, որ եկեղեցու կանոնակարգային հարցերը եւ բարենորոգումը վերապահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետությունը իր բարձրագույն կառույցներով։ Մայր աթոռից նաև նշում են, որ նման անխոհեմ քայլերը կարող են հանգեցնել հերձվածի, ցավալի հետևանքներով։ Ինչ հետևանքների մասին է խոսքը, Տեր Արմեն։ Ինչ կանոնի մասին է, ինչ սահմանադրության մասին է, ինչ օրենքի մասին է։ Ախր դուք այդ բոլոր անշուշտ խոսքս գդրիչին եւ իր շրջապատին է, դուք այդ բոլորը զանց արեցիք, դուք անկանոն, անպարո, անսուրբ, անաստված, անհավատ մարդիկ եք։ Դուք իրավունք չունեք խոսելու այսպիսի արժեքների մասին։ Դուք այդ արժեքներից զրկված եւ մերգացած եք, ոչ թե հիմա։ 30 տարի է դուք մերգացած եւ զրկված եք այդ շնորհներեն եւ այդ կանոններեն։ Դանի տեպի հերցված, ինչը պիտի գնա տեպի հերցված։ Այսինքն ուզում են ասել այս շարժումը, որը սկսավ 10 եպիսկոպոսներով եւ վարչապետով, դա դանում է տեպի հերցված, ախր դուք ինչ եք, դուք հերցված չեք, դուք հերցված եք։ Դուք ձեզ չեք ճանաչում խնդիրը, այսինքն ես զարմանում եմ այս մարդիկը եւ որ առավոտ զարթնում են, մի հատ հայելուն չեն նայում, այս մի հատ չեն տեսնում իրենց վրա ինչ է մնացել այդ արժեքներից, այսինքն պատկերացրեք մինչև այսօր այդքան ապացույցներով հանդերձ այդ վերջին ամոթալի եւ անպարոյական իրադարձություններու մասին այդ եպիսկոպոսը մինչև այսօր մնում է ուրեմն այդ գերագույն հոգևոր խորհրդի մեջ։ Այս է ծեր մագարտակը։ Ծեր մագարտակը այս է, դուք չեք բարձրանալու։ Դուք նույնիսկ չեք կարողանալու հասնել հերցված անվանմանը, որովհետև հերցվածները, որոնք եղած են պատմության ընթացքին, գոնե ունեցած են փարոյականություն, բայց դուք այդ փարոյականությունից էլ զուրկ եք։ Ինչ հերցվածի մասին է խոսքը։ Դուք նույնիսկ արժանի չեք հերցված կոչվելու։ Եվ եթե ասում եմ, այս շարժումը, որը դուք համարում եք հերցված, եթե դա դանի նույնիսկ դեպի հերցված, դա ցեզանից ավելի մաքուր եւ բարոյական հերցված է լինելու։ Այսինքն, ինչ կարող եմ ասել, Հերմինե ջան, այսինքն սրանց խոսքը այլևս անգշիր, անմագարտակ, անիմաստալի խոսքեր են, որոնք ասում են, այսինքն զարմացած են, այսինքն ծիծաղելու է, ոչ մի բան չես կարող ասել, որովհետև եթե ինչ-որ մեկնաբանություն դաս իրենց ասացին, դա նշանակում է, որ դու արժևորում ես անարժեք մարդիկ, որոնք գործընծուցած են մարդկային, բարոյական, հոգևոր բոլոր արժեքները եւ բոլոր նորմերը։ Այն մարդը, որ համարձակություն չունի ելնելու եւ ասելու, բարոն վարչապետ, դուք սուտ եք խոսում, ես երեխա չունեմ, եթե ապացույց ունեք, հանեցեք, որը լուր մնում է, ինչ եք սպասում, մեկը, որ ծածկում է իր բուն զավակը, որը իր արունից է եւ ամաչում է հայտարարել, պիտի կա եւ խոսի հերցվածի մասին եւ պիտի խոսի առօրենություններու մասին։ Տեր Արմեն, ամեն դեպքում անդրադառնանք նաև Ասողիկ Կարապետյանի հայտարարությանը, թե ամեն ինչ ունի իր չափը եւ սահմանը, շատ հավանական է կգա մի պահ վեհապար հայրապետը այլ քայլեր կանի։ Սա նաև ուղղված է 10 եպիսկոպոսներին, ինչ այլ քայլերի մասին է խոսքը։
Սա Ինչ սպառնալի ասում ներողություն, եկերգնես ինչ ասել։ ասում եք կգա ժամանակ, որ վեհափառ հայրապետը այլ քայլերի կգնա, ամեն ինչ չափ ու Չէ, սահմանում։ դա անկանոն է, առաջին խոսքը ասելա, որ սա անկանոն է, չէ՞։ Այսպեսի բան է։ Հիմա այսինքն դες էլի ծիծաղելու բան է։ Ասում եմ, սրանց մասին խոսելը նույնիսկ ժամանակի գորուստ է, ծեր ետերի ժամերը գործնում եք սրանց հայտարարությունների մասին։ Ասողիկ Կարապետյանը ասում ես հայր ասողիկ, ես չգիտեմ, ասեմ դեր ասողիկ, ասեմ հայր ասողիկ, ասեմ իր աշխարհը, պետք է իրեն աշխարհական անունով դիմենք, որովհետև ես նրա անունն էլ չգիտեմ, թե չէ այդ անունով կդիմեի։ Այսինքն ասողիկը խոսում է փարոյական նորմերի մասին, գարկերի եւ կանոնների մասին։ Այ հայր ասողիկ, դու դակավին քո ընտանիքը Երևանում ապրում է քո երեխաների հետ։ Դակավին 2 շաբաթ առաջ տեսացու եկավ քո աղջկան եւ դու գնացիր ներգա գտնվեցիր, որբեսի քո աղջկան ցերկու ուզեն։ Այ դեր ասողիկ, այ հայր ասողիկ։ Թողել ես քո ընտանիքը եւ եկել ես գուսագրոն ես խաղում։ Ախր ամոթա քոնե ով խոսի, դու մի խոսի էլի։ Դու մի խոսի, որովհետեւ բոլորը քեզ ճանաչում են։ Բոլորը գիտեն, որ դու լքել ես քո ընտանիքը, քո երեխաները եւ գուսագրոն ես խաղում։ Այ հայր ասողիկ։ Ավելին էլ չասեմ, թե հիմա ինչով ես սպանված։ Բայց կոն այսին բակեր դեսնում է, այսին մայր աթորի գերբարը, մայր աթորի խոսնագը դարձել է ասողիկը։ Մենք իրան գոչում ենք չասողիկ։ Եթե սա է մայր աթորի բակերը, ինչ ենք սպասում։ Կանոնի մասին ես խոսում։ Ինչ կանոնի մասին։ Ձո այս կանոնները պատճառ եղան, որ դուք հասնեք այստեղ։ Եվ որ վարչապետը ասում է, որ կանոնադրությունը հայ եկեղեցվով պիտի վերանայվի, ինքը գիտի ինչ է ասում, որովհետև այս կանոնների պատճառով է, որ դուք հասել եք այստեղ, այնպիսի կանոն եք գրել ձեզ համար, եւ այդ կանոնը չեք կարողանում պահել, կանոնազանց եք, այնպես որ կանոնից կարելի չէ խոսել, գոնե ամոթ ունեցեք եւ այլևս մի խոսեք, լուր մնացեք։ Ձեր լրությունը հավանաբար արժևորվի որպես արձած չեմ ասի ոսկի, բայց շարունակում են խոսել։ Ես այսօր հրաբուրված էի այսօր վարչապետի ելույթով։ Այսինքն երբևիցե դուք տեսել եք կաթողիկոսը հելնի եւ ասի իմ Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսը։ Երբևէ ես չեմ լսել այս մարդուց, որովհետեւ այս մարդը անհավատ է եւ հիմա անհավատը եկել է եւ գոչում է այս շարժումը հերցված։ Ինչի մասին է խոսքը։ Տեր Արմեն, եւ կրկին վերադառնալով գործընթացին, ուղտերթին, ես ճիշտ եմ հասկանում, որ սա սոսկ եկեղեցու նորոգման խնդիր չէ միայն, այլ նաեւ ազգային անվտանգության հարց։ Այո, եւ վարչապետը իր խոսքի մեջ շատ հստակ է։ Եկեղեցին օգտագործում են, որպեսզի հագաբեդական քարոզչություն եւ հագաբեդական գործունեություն անեն։ Պարոն վարչապետ, մենք գիտենք այսպես է, դուք էլ գիտեք այսպես է, այնպես որ խնդրում ենք սա մի երկարեք, մենք հոգնեցինք արդեն, պաստերը կան, կոմպրոմատները կան, գնացեք ես գիշերին, մտեք ներս, իրեն արեք իր կոմպրոմատների հետ միասին եւ դարեք, այո, սա բարձրապես սովորական քայլ չէր, եթե հիշում եք վարչապետը առաջին օրվանից, որ ինքը սկսեց այս վեհարանը վեհի շարժումը, ինքը ասեց, որ համագարկող հանձնախումբ պիտի լինի եւ ավազիկ այս համագարկող հանձնախումբը ստեղծվեց եւ այս հայտարարությունները, որոնք կատարվեցին այսօր Սուրբ Աննայի հրապարակից պատասխանատու հայտարարություններ են եւ այս պատասխանատու հայտարարությունների հետևանքը միայն կարող է լինել Գդրիչ Ներսիսյանը եւ իր բենդեն այնտեղ են վերցնեն, դանեն եւ ցերպազատեն հայ եկեղեցին եւ մայր աթորը այս անեծքից, որը տրված է մեր ուսերին։ Դուք չկարծեք, որ այս վերջին տարիների մեր ունեցած դժբախտությունները, դուք չկարծեք, որ միայն մեր ժողովրդի կամ պետության բացթողումներու պատճառով են։ Սա ուղղակի ես կարծում եմ անեծքն է, որ տրված է մեր վրա, որովհետեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթորը միացնայեց Սուրբ Խորանը բղձված է այսպիսի մարդով եւ նրա համար այս անեծքը շարունակում է եւ պիտի շարունակի դժբախտություն եւ բադուհաս լինել մեր ազգին, եթե ամենաշուտ ժամանակով
այս սրբաբողջությունեն չվերջանանք եւ այս սրբաբիծները մայր դաջարից եւ մայր աթորից դուրս չգնի։ Շնորհակալ եմ Տեր Արմեն։ Շնորհակալություն ցես նաեւ Երմինե ջան։ Հիշեցնեմ, որ Վառնայից տեսակապի միջոցով մեզ էր միացել Տեր Արմեն Քահանա Մելքոնյանը, կհանդիպենք։